Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Նարեն գնում է Սոննայի տուն նրա ծննդյան տարեդարձը շնորհավորելու, սակայն Սոնան տանը չէ։ Փոխարենը այնտեղ է Հայկը։ Հանկարծակի հանդիպումը վերածվում է հանգիստ ջերմ զրույցի։ Նրանք նստում են միասին սուրճ են խմում եւ երկար տարիների լռությունից հետո կարծես առաջին անգամ անկաշկանդ ու հանգիստ խոսում են իրադարձությունների մասին, որոնք փոխել են իրենց ողջ կյանքը։ Բացառիկ մի պահ, երբ նրանք կարողանում են նայել միմյանց աչքերին առանց մեղադրանքի կամ վախի։ Զրույցի ընթացքում Նարեն պատմում է, որ տարիներ առաջ այն օրերին, երբ ամեն ինչ խառնվել էր, Արփիի հայրը, Քաջիկը, իրենց ընտանիքին ասել էր, թե Հայկը եւ Արփին այլևս չեն շփվում։ Հայկը զարմանում է, նույնիսկ զայրանում։ Նա կտրականապես հերքում է այդ վարկածը նշելով, որ նման բան երբեք չի եղել եւ ինքը երբեք չի դադարել շփվել Արփիի հետ։ Նրանց հարաբերությունները մնացել են անխախտ մինչև վերջին պահը։ Նարեն դեռ տպավորված զրույցից հեռանում է Սոնայի տնից եւ գնում աշխատանքի իր ատելյե։ Սակայն խաղաղությունը երկար չի տևում, ինչպես միշտ այնտեղ է հայտնվում Արմոն։ Չնայած Սաքոյի հորդորներին, որ եթե ցանկանում են Նարեին հետ շահել, ապա պիտի արժանապատվորեն վարվի, փորձի իր արարքներով արժանանալ նրա վստահությանը, Արմոն շարունակում է իր հին ու կեղտոտ մեթոդներով առաջ գնալ։ Նա Նարեին ցույց է տալիս նույն ժամացույցը, որը գողացել էր Սաքոյի դարակից։ Նարեն զարմացած է, բայց փորձում է պահել սառնասրտությունը, ձևացնելով, թե ամեն ինչ բնական է։ Արմոն հեգնանքով փորձում է առաջ բերել նրա հետաքրքրությունը, իսկ Նարեն պատասխանում է, որ եթե ինքը երբևէ ցանկանար իմանալ այդ ժամացույցի պատմությունը, հաստատ ոչ թե Արմոից, այլ որևէ այլ աղբյուրից կփորձեր պարզել։ Արմոն էլ պատասխանում է, որ դժվար թե հայրը նրան պատմեր, որ 10 տարի առաջ սպանել է հարազատ ընկերոջը։ Նարեն զարմանքից ապշում է, ինչից հետո Արմոն միացնում է այն ճակատագրական ձայնագրությունը, որն ունի, որտեղ հստակ հնչում է Աշոտի սպանության մասին։ Նարեն սառչում է։ Նրա աչքերում վախ է, շոկ ու միաժամանակ ցավ։ Մյուս կողմից Վռամին շտապ տեղափոխում են հիվանդանոց։ Հարձակման վայրը թողած շտապօգնությունը նրան հասցնում է վիրահատարան։ Լարվածությունն այնքան բարձր է, որ նույնիսկ քեռու Սոնայի հոր ինքնատիրապետումը չի բավականում։ Նա տեսնելով Սոնային հիվանդանոցի միջանցքում հարձակվում է նրա վրա, պահանջելով բացատրություն, թե ինչ էր անում Վռամը իրենց ամառանոցում։ Սոնան փորձում է հանգստացնել նրան, բացատրում է, որ ինքն էլ չգիտեր, որ Վռամը այնտեղ կլինի, որ այդ ամենը անսպասելի էր իր համար։ Քիչ անց վիրահատարանից դուրս է գալիս բժիշկը։ Նրա դեմքին թեթև ժպիտ է։ Նա տեղեկացնում է, որ վիրահատությունն ավարտվել է հաջողությամբ։ Վռամի կյանքը հաջողվել է փրկել։ Նա դեռ խորը անգիտական վիճակում է, բայց վտանգը անցել է։ Սոնան հոգնած, հուժված, բայց եւ լեթևացած նայում է հիվանդասենյակի դռանը, սպասելով Վռամի արթնանալուն։ Հարգելի հետևորդներ, ինչպես պետք է վարվի Նարեն լսելով այս ձայնագրությունը։ Գրեք մեկնաբանություն։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ իմ հայրամիջի սարսափելի քիչ 81 սանտիմետր։ 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղորդել հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց